Գիցներ, սելի այորդիներ, գողջունենք ձեզ մեր փրկին Տեր Հիսուս Քրիստոսի բատվական անունով։ Նաև գողջունենք բոլոր անոնք, որոնք գեհդևին մեզի համացանցի միջոցով եւ կամ ICFN Get TV միջոցով։ Ուրվորեք Աստված օրհնեցես, առողջ բահե, հավատքով բահե եւ գիտեմ, որ այս շաբթվա ընթացքին անցեր հիվանդանոց մդան ելան Փառք Աստուծո ունինք անցեր հիվանդանոցի մեջ են, աղոթեցեք իրենց համար, աղոթքը հրաշներ կնե, հավատքով եղած աղոթքը։ Մեր պաշտամունքները կշարունակվին ամեն գիրակի, եկող գիրակի 900 անգլերեն լեզվով պաշտամունք, ժամը 11 հայերեն լեզվով պաշտամունք կանք, միասին զասված պաշտենք։ 3 շաբթի օր դիգիներ կհավաքվին իրենց պաշտամունքը եւ Աստվածաշունչի սերտողությունը 3 շաբթի առավոտ ժամը 10:30 Ուրբաթ երեկոյան մեր երիտասարդները իրենց ծրագիրը կունենան այս շաբաթավերջին մեր երիտասարդներն մոտավոր 20 անցել արդեն կյամփարիվի մեջ մասնակցեցան համալսարանականներու ծրագրին եւ երկու շաբաթներում կյամփարիվ ունի փոքրերու բադանիներու ծրագիրներ Բոլորոնք, որոնք ուզեն իրենց զավակները, թորները ղրգել, կապահեցեք և արձանագրեցեք իրենք։ Եվ այս բոլորին մեջ մեր հույսը դերն է, մեր փրկիչը դերն է։ Փետրվարի առաջի շաբաթօրը դիգիններ և այլ մարդիկ իրենց դարբեր խումբերով կունենան Աստվածաշունչի սերտողությունը։ Աղոթեցեք եկեղեցին համար, աղոթեցեք եկեղեցվո բոլոր ծրագիրներուն համար։ Եվ թող դերը ինք փառավորվի, ինք մեծարվի, մեր բոլորին ապրած և ծառայած կյանքով։ Աստուծո սրբազան խոսքեն այսօր կգարտանք առնված Մատթեոսի ավետարան 6-րդ գլուխ 24-րդ համարենը սկսյալ մինչև 34-րդ համար։ Դեր Հիսուս լերան քարոզին մեջ գանցատարնա Աստուծո և ստացվածքի մասին։ Եվ իր խոսքը գուղե այսօր մեզ մայորական չրին ասելով, հետևենք Աստծո խոսքին ուշադրությամբ և հավատքով։ Դեր Հիսուս կսե մարդ մը չի գնար երկու դիրոջ ծառայություն ունել։ Վասնզի գամ մեկը պիտի ադե և մույսը սիրե, գամ մեկուն պիտի հարի և մույսը պիտի արհամարհե։ Չեք կրնար ծառայել Աստուծո ու մամոնային։ Ուստի գսեմ ցեզի, հոգ մի ընեք ձեր կյանքին համար, թե ինչ պիտի ուտեք, կամ ինչ պիտի խմեք, ոչ ալ ձեր մարմիններուն համար, թե ինչ պիտի հագնիք։ Չէ որ կյանքը գերագուրեն ավելի է ու մարմինը հագուստեն։ Նայեցեք երկնքի թռչուններուն, որոնք ոչ կսերմանեն և ոչ կհնցեն, ոչ ամփարի մեջ կժողվեն, բայց ձեր երկնավոր հայրը կգերակրե զանոնք։ Չէ որ դուք անոնց մե լավ եք։ Հիմա ցեզ մե ով կրնա իր հոգնելով իր հասակին վրա գանքուն մը ավելցնել։ Ու հագուստի համար ինչու հոգ կնեք։ Նայեցեք դաշտի շուշաններուն։ Ինչպես կաջին, ոչ կաշխատին, ոչ կմանեն, բայց ցեզի գսեմ, թե Սողոմոն ալ իր բոլոր փառավորության մեջ անոնց մեկուն պես չհագվեցավ։ Ուստի, եթե դաշտի խոտը, որ այսօր գա, վաղը փուրը գցկվի, Աստված այնպես կհագվեցնե, հապա որչափ ավելի ցեզ թերահավատներ։ Ուրեմն հոգ մի ընեք ասելով ինչ պիտի ուտենք, կամ ինչ պիտի խմենք, կամ ինչ պիտի հագնենք։ Քանզի այդ բոլոր բաները հեթանոսները կխնդրեն։ Վասնզի ձեր երկնավոր հայրը գիտե, թե այդ բոլոր բաները ձեզի պետք են։ Բայց առաջ խնդրեցեք Աստուծո թագավորությունը եւ անոր արդարությունը, ու այդ բոլոր բաներն ալ ցեզի պիտի տրվին։ Ուստի վաղվան համար հոգ մի ընեք,
վասնզի վաղվան օրը իրեն համար հոգ պիտի ունե, հերիք է օրվան իր նեղությունը։ Ամեն։ Սիրելի ավատագիցներ, հավասիկ նոր դարվան առաջին շաբաթներն են։ Եվ ընդհանրապես նոր դարվան սկիզբը մարդը առածին մեջ գարթնցնե հադուկ զգացումը, հույսի, անդրադարձի, որոշումներու և նոր հնարավորություններու։ Օրացույցը կփոխվի, որոշումներ կառնվին, խոստումներ կդրվին, սակայն Աստվածաշունչը կհիշեցնե, թե ժամանակը ինքնին Աստուծո բարգևն է։ Ինչպես որ Սաղմոս 2-ն գսե 90-րդ Սաղմոսին մեջ, այնպես սորվեցուր մեզի մեր օրեր համբրել, որ սրդի իմաստությունը ստանանք։ Իրականության մեջ նոր դարին բարձրապես քաղաքագրթական կամ ընկերային փոփոխությունը չէ, այլ հոգևոր առիթմը։ Անմեզ յուրաքանչյուրը կհրավիրե հարց տալու, ոչ թե ինչ կուզեմ այս նոր դարին, այլ ինչ կուզե որ Աստված ձևավորե իմ մեջս այս տարի։ Սերներ Աստվածաշունչը չի մերժեր ծրագիրներ մշակել, նպատակներ հետապնդել, բայց գշեշտե որ մեր առաջնահերթությունները պետք է աստվածային կամքով և աստվածային կարգով դասավորվին։ Այսինքն առանց աստվածաշնչական առաջնահերթություններու, նույնիսկ փարի մտածություններ գրնան մեզ վերականչուրս Աստուծմե հեռացնել։ Այսօր պիտի անդրադառնանք նոր դարվա աստվածաշնչական կարգը առաջնահերթություններու։ Առաջին, առաջնահերթ դարձնել Աստուծո արքայությունը։ Մատթեոսի ավետարանի մեջ դեր Հիսուս գսե առաջ խնդրեցեք Աստուծո թագավորությունը և անոր արդարությունը, և այդ բոլոր բաներն ալ ձեզի պիտի տրվին։ Ինչպես գիտեք, դեր Հիսուս այս խոսքերը գսե միջավայրի մեջ, ուր մարդիկ սնունդի, հագուստի և ապակայի վախերու մեջ էին։ Եվ դեր Հիսուս փնավ չնսեմացներ այս գարիքներ, այլ կհրավիրե մարդ առածը, որ իր սրտի առաջնահերթությունները կարգավորե։ Սերներ Աստուծո արքայությունը միայն ապակա իրողությունը չէ, այլ Աստուծո կենդանի իշխանությունը ներկա կյանքին մեջ։ Աստուծո արքայությունը առաջնահերթ նկատել, առաջին տեղ դնել կնշանակե մեր կյանքի յուրաքանչյուր ոլորտ, ընտանիք, գործ, աշխատանք, ժամանակ, նյութական, ենթարկել, հանձնել դեր Հիսուս Քրիստոսի դիրապետության։ Օգոստինոս գսե, երբ Աստված առաջին դերն է, մնացյալը իր իսկական դերը կգտնե։ Գիտեք, երբ պիտի ճամփորդեք և ձեր բայսակները պիտի շտկեք, եթե սկիզբը մեծ հագուստներ տնեք, նախ եթե սկիզբը փոքր հագուստները դեղավորեք, մեծին դեղ չի մնար։ Մեծը գտնեք, վերջը փոքրերն ալ անգյունները գտասավորեք։ Աստուծո արքայությունը այդ մեծ պատկերն է, առաջնահերթություն, մնացյալները չորս կողմը դեր կունենան։
երբ մեր ազգի պատմության նայենք, կտեսնենք հայ ժողովուրդը բազմաթիվ դարեր շարունակ իր գոյությունը բահած է ոչ թե զենքով կամ հարստությամբ, այլ Աստուծո արքայությունը առաջին դեր տնելով։ Երբ դպրոցներ փակված էին, եկեղեցին դարձավ դպրոց։ Երբ երկիրը գործված էր, լեզուն հավատքը դարձան հայրենիք։ Եվ այս պատմական վկայությունը մեզ յուրաքանչյուրս կսորվեցնե, որ երբ Աստված առաջնահերթ է, ժողովուրդը կգոյատևե։ Երբ Աստված ընտանիքին մեջ առաջնահերթ է, ընտանիքը կգոյատևե։ Երբ Աստված գոյություն չունի ընտանիքեն ներս, ընտանիքը կքանթվի։ Միշտ նոր տարվան սկիզբն ենք։ Հարց դուր տուն քեզի։ Իմ որոշումներս ով կղեկավարի։ Քրիստոս, թե ամենօրյա ճնշումները։ Երկրորդ, իմ ամենօրյա օրագարկս Քրիստոսի շուրջ կգալուցվի, թե Քրիստոս կսերմվի իմ առօրյա կյանքիս մեջ։ Որքանով Քրիստոս դեր ունի մեր առօրյային մեջ։ Երկրորդ, Քրիստոսանման նկարակիրը արտաքին հաջողության են վեր նկատել։ Սերներ աշխարհը հաջողությունը գճապե ցերկբերումներով եւ ճանաչումով։ Իսկ Աստվածաշունչը գերբարանափոխությամբ։ Աստուծո հիմնական գործը հավատացյալին կյանքին մեջ անով սրբագործումն է։ Գաղատացիներու նամակին մեջ 5-րդ գլուխին մեջ գտեսնենք Սուրբ Հոգին բդուղները, որ մարդը առածին չանքին արդյունքը չեն, այլ Աստուծո Սուրբ Հոգին ներկայության ապացույցը։ Աստուծո Սուրբ Հոգին է, որ գծկե մարդը ապրի Աստուծո կամքին համաձայն։ Քանթագագործը գսորվեցն է, թե արցան քանթագելը ավելցնել չէ, այլ հերացնել այնինչ, որ չի պատկանիր։ Նույնպես սերներ Աստված մեր կյանքեն կհերացնե մարմնի գործեր, հպարտություն, թարնություն, նախանց, փառգություն, անհամբերություն։ Եվ կտեսնենք Գաղատացիս 5-րդ գլուխին մեջ, թե մարմնին գործեր եւ թե Սուրբ Հոգին բդուղները։ Ուրեմն եկեք այս նոր տարվան նպատակներում մեջ ներառենք համբերության աճ։ Այսօր փոքրեն սկսյալ մինչև ամենադարեց երդասարտը անհամբեր է։ Ամեն բան շատ արագ։ Սիրո խորացում, որքանով սեր կա մարդոց հարաբերությունների մեջ եւ ատքի առաջ ընտանիքին մեջ։ Երրորդ, սրբության կյանքի ցկդում եւ ոչ թե փառքի կամ շոաֆի։ Երրորդ առաջնահերթությունը հավատարմությունը արդյունքեն վեր նկատել։ Գորընթացիներ ուղված առաջին նամակին մեջ կգարտանք 4-րդ գլուխ 2-րդ համար։ Դնդեսեն կբահանջվի, որ հավատարիմ ըլլա։ Սերներ Աստվածաշունչը գսորվեցնե, որ հավատարմությունը մեր բարդականությունն է, իսկ արդյունքը Աստուծո գործն է։ Ինքնին այս ճշմարտությունը մարդը առածը ազատ կբահե հուսահատութենե եւ հպարտութենե։ Արդյունք եթե փոքր լա կհուսահատիս, արդյունքը մեծ լա կհպարտանաս։ Բայց եթե հավատարիմ տնտեսներ ենք,
մեր շեշտը հավատարմության վրա գտնենք արդյունքը Աստծո վրա։ Ցեղասպանության դարիներուն ատկե ետքը համայնավարության շրջանին բազմաթիվ հայ հոգևորականներ, ծնողներ առանց տեսնելու հաջողություն կամ աբակա հավատարիմ մնացին իրենց լեզվին ու հավատքին։ Եվ անոնց հավատարմությունը դարձավ հաջորդ սերունդներու հոգևոր ժառանգությունը։ Ուրեմն եկեք այս նոր դարվան մեջ նոր դարվան որոշումներուն մեջ ամենօրյա հնազանդություն ընտրել Աստուծո ժամանակացույցին, Աստուծո գամքին վստահել։ Չորրորդ Հավիտենական արժեքները ժամանակավոր եւ անցավոր շահերեն վերնկատել։ Գողոսացիներուն ամագին մեջ կգարտանք վերի բաներուն վրա մտածեցեք ոչ թե այս երկրին վրայիններուն։ Երրորդ գլուխ առաջին համար։ Սերներ քրիստոնեական հավատքը կհաստատե, որ այս աշխարհը կարևոր է։ Աստված ստեղծեց եւ այս աշխարհը կարևոր է։ Բայց զգույշ այս աշխարհը վերջնական չէ։ Կարևոր է, բայց վերջնական չէ։ Այս աշխարհի կյանքը ժամանակավոր է եւ մեր կյանքը ուղղված է հավիտենականությամբ։ Կարևոր, բայց աչքերդիս հավիտենականություն։ Անցյալին երբ հայեր գքախտեին օդար երկիր, իրենց հետ չէին դաներ իրենց ունեցած դունը կամ հողը գալվածը, գդանեին հավատքը, լեզուն, աստվածաշունչը։ Լսած եմ անցերու վկայություններ, ինչպես նվիրված հավատացյալներ, որ նույնիսկ երբ աքսորված Սիբերիա, իրենց հետ միայն աստվածաշունչ տարած։ Ուրիշ ոչ մեկ բան։ Գիշեմ 2014-ին մայրս կեսապ էր, երբ ծայրահեղականներ կեսապ հարցագեցան, վերջի ելողներն էին ինք և մորակույրս, գրծած էր հետը միայն իր ժակետը և աստվածաշունչ էր դանել։ Իրեն համար հիմնական էականը այդ էր, ուրիշ ոչ մեկ բան։ Այս է հավիտենական արժեքներու ուժը։ Ուրեմն այս նոր դարվան մեջ քննե ժամանակիդ օգտագործումը, քննե նյութական միջոցներդ եւ քննե սրդիդ ներդրումը։ Եվ հինգերորդ առաջնահերթություն Աստուծո վրա գախվածությունը աղոթքով, խոսքով առաջնահերթ նկատել։ Դեր Հիսուս կսե առանց ինձի բանը չեք կրնալ ընել։ Հովանու 15:5 Առանց ինձի բանը չեք կրնալ ընել։ Սերներ աղոթքը եւ աստվածաշունչը գրոնական սովորություններ չեն։ Շնորհքի միջոցներ են աղոթքը եւ աստվածաշունչը։ Աստուծմե գախյալ լալը դգարություն չէ, հոգևոր ուժ է։ Արագած կրկին մեջ կգարտանք 3-րդ գլուխ 5-6 Քու բոլոր սրտովը դերոջը աբավինե եւ քու իմաստությանդ մի վստահիր։ Քու բոլոր ջամփաներուդ մեջ զանիգա ջանցիր, վանիգա քու շավիրներդ գիդի ուղե։ Ադենին հայ ընտանիքներուն մեջ աստվածաշունչը սեղանին վրա էր, ոչ թե զարդի համար, այլ կյանքի ուղեցույց։ Ետք այդ ժամանակաշրջանը գամած փոխվեցավ եւ սկսավ սեղանի վրա տրվել, գվստահեմ գհիշեք, սիգարետի բնակ, մեջը սիգարետներ,
որ հրամցնեն ժողովրդին։ Այսօր Աստվածաշունչը սեղանի վրա դրված, այսօր երբ ընտանիք մգայցել ես, մարդոց ցերկը միան սելֆոնը եւ iPad-ը գտեսնես։ Սելիներ Աստվածաշունչը կյանքի ուղեցույցն է։ Եվ երբ ընտանիքը Աստվածաշունչով գտարսյալակվի, սերունդներ կբահվին Քրիստոսագետրոն հավատքին մեջ։ Եվ այսօր գանչված ենք նույն ուղղության մեջ լալ։ Այլապես շատ բան պիտի գործընծնենք։ Եվ ետքը ուշ պիտի լա։ Եվ զարգացնենք։ Նոր դարին չի խոստանալ խաղաղություն։ Լավ մտի գրեք։ Նոր դարին չի խոստանալ խաղաղություն, ապահովություն, հանգիստ եւ թյուրին կյանք։ Ասի գսեմ ոչ թե հուսահատեցնելու համար, ոչ։ Իրաբաշտ ըլլալու համար։ Նոր դարին կխոստանա մեկ բան, Աստուծո հավատարմությունը։ Նոր դարին կշարունակի ասել, Հիսուս Քրիստոս նույն է, երեկ, այսօր եւ հավիտյանս։ Երբ մեր կյանքի առաջնահերթությունները Աստուծո կամքին համապատասխան են, կնշանակի թե վախը կփոխարինվի վստահությամբ։ Վախի դեր վստահություն։ Նպատակները կմաքրվին հնազանդությամբ եւ ժամանակը կվերածվի հավիտենական կյանքի ծառայությամբ։ Միսիոնարը գսեր Եվ գաբրիս այս աշխարհի մեջ եւ օրմի երբաչկերը պիտի փագես հետը չես կրնար դանիլ ոչ մեկ բան բայց մինչ գաբրիս գրնաս ղրգել բաներ որ պատրաստություն է քեզի եւ այդ կլա հավատքը ծառայությունը սիրելը ներելը Սուրբ Օքին բդուխները Ուրեմն սելի քույր եւ եղբայր, մի հարցներ ինչ պիտի փերը այս նոր դարին։ Մի գետրոնանար նոր դարվա փերելիքներուն մասին։ Այլ հարցուր, ով պիտի լամ Քրիստոսի մեջ այս տարի։ Ես ով պիտի լամ Քրիստոսով այս տարի։ Թող այս նոր դարին Լա մեզ մեր յուրաքանչյուրին, մեր ընտանիքներուն, մեր ազգին նորոգված նվիրումի, աստվածաշնչական առաջնահերթություններու եւ խոր հավատարմության դարիմը իր փառքին համար։ Ամեն։ Օրհնյալ ըլլակ։ Մեր պաշտամունքը գավարտենք մեր Տերոջ սովեցուցած աղոթքով, բոլորս միասին միանանք եւ աղոթենք։ Եվ
Զիքոյ արքայություն, զորություն և փառք հավիտյանս, ամեն։ Եվ ինք խաղաղության աստվածը ձեզ բոլորովին սուրբն է։ Ու ձեր հոգին, մարմինն ու շունչը անառատ պահվին, մինչև մեր Տեր Հիսուս Քրիստոսի գալու ատենը։ Ու հիմա մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքը, Հոր Աստուծո սերը, Սուրբ Հոգվույն հաղորդությունը, առաջնորդությունը, պաշտպանությունն ու զորությունը ձեր բոլորին, ձեր ընտանիքներուն, ձեր հարազատներուն հետ լա։ Կացեք խաղաղությամբ, ամենագալն Աստված, Հայր, Որդի և Սուրբ Հոգի, բահե և պաշտպանե ձեզ, հիմա և միշտ, հավիտյանս, ամեն։